Ապրիլի 15-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացրել է Բեթհովենի դաշնամուրի թիվ 2 կոնցերտը և Մենդելսոնի թիվ 3 շոտլանդական սիմֆոնիան։ Համերգը ղեկավարել է գերմանացի դիրիժոր Էկարտ Պրոյը։ Դիրիժորը գործունեություն է ծավալում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, նա հայտնի է նորարարական ծրագրերով, համադրում է դասական ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների հետ։ Համերգային երեկոյին որպես մենակատար հանդես է եկել դաշնակահար Լորենցո դի Բելլան։ Սիմֆոնիկ ռոք հանուն երեխաների առողջության խորագրով ապրիլի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բարեգործական համերգ է տեղի ունեցել։ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպած համերգից ստացված ողջ հասույթը կտրամադրվի առողջական խնդիրներ ունեցող երեխաների բուժմանը։ Համերգային ծրագիրը ղեկավարել է դիրիժոր Հարություն Արզումանյանը, որպես մենակատար հանդես է եկել կիթառահար Վարդան Գաբոյանը։ Ապրիլի 15-ը նշվում է որպես արվեստի համաշխարհային օր։ Այդ օրը Լեոնարդո դա Վինչիի ծննդյան օրն է, պաշտոնապես ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2019 թվականին։ Արվեստի համաշխարհային օրը ողջ աշխարհում նշվում է տարբեր միջոցառումներով։ Երևանում ապրիլի 15-ին Հայաստանի նկարիչների միության հարակից բացօթյա տարածքում անցկացվել է պլեներ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ, Հենրիկ Կիկիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի սաների մասնակցությամբ իրականացվել է բացօթյա դաս։ Ապրիլի 16-ը հայ կինոյի օրն է։ Խորհրդային Հայաստանի կառավարության 1923 թվականի ապրիլի 16-ի պետկինոյի կազմակերպման մասին դեկրետով ստեղծվել է պետկինոն։ 2 տարի անց 1925 թվականին բացվել է Նայիրի կինոթատրոնը։ Այս տարի անցկացվել են մի շարք միջոցառումներ, ֆիլմերի ցուցադրություններ։ Կինոյի տանը կայացել է պրոֆեսիոնալ գիլդիաների երկրորդ մրցանակաբաշխությունը։ Աբովյան քաղաքում գտնվող հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում ապրիլի 17-ին բացվել է Չարենցի Ռեգինան մշակութային կամուրջ ժամանակավոր ցուցադրությունը։ Այն նվիրված է հայ նկարչուհի ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Ռեգինա Ղազարյանի ծննդյան 110-ամյակին։ Նկարչուհու արվեստում մեծ տեղ են գրավում Չարենցի պոեզիայից ներշնչված գործերը։ Ռեգինա Ղազարյանը ոչ միայն թողել է հարուստ գեղարվեստական ժառանգություն, այլև պահպանել է Եղիշե Չարենցի ձեռագրերը, փոխանցելով դրանք ժողովրդին։ Ցուցադրությունն իրականացվել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ։ Համերգ նվիրված 1915-ի սրբադասված նահատակների հիշատակին։ Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը ժամը 23:59-ին Արամ Խաչատրյան համերգասրահը կլցվի աղոթքով։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կներկայացնեն Մոցարտի Ռեքվիեմը։ Երաժշտագետներն այն անվանում են տիեզերական գլուխգործոց։ Ռեքվիեմը կաթոլիկ եկեղեցում կատարվող հոգեհանգստյան մեսսա է, որը սկսած 18-րդ դարից ոչ միայն ծիսական նշանակություն ունի, այլ նաև հնչում է համերգասրահներում։ Մոցարտի Ռեքվիեմը ամենահայտնի և ամենահաճախ հնչող ստեղծագործություններից մեկն է աշխարհում։ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ապրիլի 23-ին ժամը 22-ին բացօթյա համերգ կներկայացնի նվիրված հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին։ Կհնչի հայ հոգևոր երաժշտություն Կոմիտաս Եկմալյան։ Արամ Խաչատրյան համերգասրահում ապրիլի 26-ին ժամը 19-ին կհնչի ֆրանսահայ ռեժիսոր Անդրի Վերնոյի ֆիլմերի երաժշտությունը։ Դրանք կկատարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Ֆրանսիա գաղթած հայ ընտանիքի պատմությունը ներկայացնող Մայրիկ ֆիլմի երաժշտության հեղինակը ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան-Կլոուդ Պետիտն է։ Համերգը նվիրվում է ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան։
Կինոյի տանը մայիսի 2-ին եւ 3-ին կներկայացվի Հայաստան պատմությունը պարերում նախագիծը։ Ներկայացման ընթացքում հանդիսատեսը կանցնի հայոց պատմության տարբեր դարաշրջաններով նոյից մինչև մեր օրեր։ Առաջատար հայ պարողներ կներկայացնեն Քոչարի, Բերդ, Յարխուշտա։ Գաղափարի հեղինակը Լենա Գևորգյանն է։ Բեմադրությունը կուղեկցվի հայկական ազգային մշակույթը ցուցադրող տեսաշարով։ Ներկայացման սկիզբը ժամը 19-ին։ Մայիսի 6-ին ժամը 19-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմում տեղի կունենա «Կուսակալը» երկու գործողությամբ պատմական դրամայի պրեմիերան։ Սամվել Մհերյանը պիեսը գրել է ըստ իր հեղինակած «Փոթորկից առաջ» պատմավեպի։ Պիեսը նկարագրում է 3-րդ դարի վերջին մեծ հայքի 29-ամյա անիշխանության շրջանը։ Ըստ հեղինակի Տրդատ գործողանց չէ պիեսում, բայց ողջ դրամայի ընթացքում նկատելի է, որ ժողովուրդը սպասում է քրիստոնեությունը պետական կրոն հռչակող արքայի։ «Կուսակալը» պիեսը բեմադրելու համար մեկտեղվել են սիրված գործիչներ։ Նրանք հայտնի են Խաթաբալադա, Մեա Կուլպա, Լիր արքա եւ շատ այլ ներկայացումներից։ Բեմադրող ռեժիսորը Արթուր Սահակյանն է, կոմպոզիտորը Վաչե Շարաֆյանը, «Կուսակալին» մարմնավորել է վաստակավոր արտիստ Սամսոն Ստեփանյանը։ Մայիսի 10-ին ժամը 19:30-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է համերգային երեկոյի։ Այն նվիրված է 20-րդ դարի հայ կոմպոզիտորական արվեստի անվանի ներկայացուցիչ Ղազարոս Սարյանի 105-ամյակին։ Նվագախումբը կկատարի կոմպոզիտորի սարյանական կտավներից ոգեշնչված երաժշտությունը։ Համերգային ծրագրում անվանի դաշնակահար Սիմոն Տրփչեսկու կատարմամբ կհնչի նաև Մորիս Ռավելի դաշնամուրի իմպրեսիոնիստական կոնցերտը։